Հրապարակը գրում է, չնայած Փարաքարի համանքապետի սպանությունից ժամեր անց Փաշինյանը դատապարտեց կատարվածը, մինչև աշխատանքային օրվա ավարտը ՆԳՆ-ում դեռ խորհրդակցություն չէր հրավիրվել, չէր քննարկվել պատահարը։ Ի դեպ, ոստիկանության վաղարշապատի բաժնի պետ Փայլակ Շմավոնյանը մոտ 20 օր առաջ է նշանակվել ու համակարգում չեն կարծում, թե նա պետք է պատասխանատվություն կրի։ Իշխող թիմում կարծում են, պետք է մի շարք բարձրաստիճան ոստիկաններ պաշտոնակարգվեն, եթե ոչ անգամ ներքին գործերի նախարարը Էջմիածինը մշտապես խնդրահարույց շրջան է թե կլանային բախումների տեսանկյունից, թե ապօրինի զենքի շրջանառության։ Ուստի սա պատշաճ վերահսկողության բացակայության հետևանք է։ Ոմանք կարծում են, Փաշինյանը պետք է վայրկյան առաջ հասնի սպանության բացահայտմանը, քանի որ դա սովորական սպանություն չէ, քիլլեր է գործել, ինչը նշանակում է, որ նախապես ծրագրված հանցագործություն է եղել։ Նույն միջադեպի վերաբերյալ ժողովուրդը գրում է ու հիշեցնում փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցները այս տարվա ամենասարսափելի դեպքերից մեկը դարձան։ Այդ օրը սպանվեց համայնքի այն ժամանակվա ղեկավար ՔՊԱ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին Գրիգոր Օհանյանը։ Դեպքից հետո մեղադրյալի աթոռին 14 անց հայտնվեց նրանցից միայն մեկին՝ Արմեն Ղազարյանին, ով առավել հայտնի է Ֆազմ անվամբ, կալանավորեցին։ Մյուսները, չնայած ծանր մեղադրանքներին, ազատության մեջ մնացին։ Թերթի խմբագրություն էր այցելել Արմեն Ղազարյանի մայրը Ռուզաննա Ղազարյանը։ Նա վստահեցնում էր, արդարությունը խեղաթյուրվում է, իրական մեղավորները մնում են ստվերում, ասում էր, թե անուններ կտա, ում են մաքրում։ Հիշեցնելով այս պատմությունը, թերթը գրում է, որ նրա խոսքերը մնացին անարձագանք, փոխարենը ձերբակալվել էին Վոլոդիա Գրիգորյանի կողմնակիցները։ Գրիգորյանը հայտնի էր ընդդիմադիր դիրքորոշմամբ, պայքարում էր ՔՊ-ի դեմ։ Այս զարգացումները ըստ տեղի բնակիչների ոչ միայն չլուծեցին առկա լարվածությունը, այլև նոր բռնկումներ հրահրեցին ու արդյունքում կրկին Մերձավանում կրակոցներ հնչեցին, 2 զոհ եղավ։ Այս իրադարձությունները կարմիր գծով մատնանշում են պետության խնդիրը, իշխանության պատասխանատվությունը, եթե համակարգը ժամանակին ամբողջությամբ բացահայտեր ու կանխարգելեր սպանությունը, նոր արյուն չէր թափվի։ Մերձավանի ողբերգությունը ոչ միայն իրավական, այլև քաղաքական հարց է ու ըստ թերթի այս շղթան Նիկոլ Փաշինյանի իշխանության խղճի վրա է։ Հրապարակում կարդում ենք Սահմանադրական փոփոխությունների խորհուրդը երեկվա նիստում որոշել է հրաժարվել ընտրական համակարգի ամենակննադատված դրույթից, եթե խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում չի ձևավորվում կայուն մեծամասնություն, քաղաքական ուժերը կոալիցիա կազմելու շուրջ համաձայնության չեն գալիս, անցկացվում է երկրորդ փուլ, որին մասնակցում են ամենաշատ քվե ստացած 2 ուժերը։ Շուտով իշխանությունը կթմբկահարի սա պատմական որոշում համարելով, քանի որ դրա էությունն այն է, որ պետք է պարտադիր կայուն մեծամասնություն ձևավորվի։ Դրույթը հանվում է, բայց պարզ չէ, թե ինչով է փոխարինվելու։ Կառավարությունը 3 տարբերակ է դիտարկում՝ նախագահին տալ լիազորություն, փոքրամասնության կառավարություն ձևավորելու, լուծարելու խորհրդարանը ամենաշատ թվով պատգամավորական խմբին տալու հնարավորություն, վարչապետ առաջարկել, չնայած Փաշինյանը չունի ռեյտինգ, բայց ադմինիստրատիվ ռեսուրսով կարող է առաջատար լինել։ Երկրորդ տարբերակը կիրառել Երևանի քաղաքապետի ընտրության մոդելը, վարչապետ է դառնում առավել շատ ձայն ստացած ուժի ներկայացուցիչը։ Այս դեպքում էլ կունենանք փոքրամասնության կառավարություն։ Ոչ իշխանահաճոն երրորդ տարբերակն է, բացառում է փոքրամասնության կառավարությունը, ըստ այդմ ԱԺ-ն իրավունքի ուժով կարձակվի այնքան ժամանակ, քանի դեռ որևէ ուժ չի ստանա մեծամասնություն կամ կոալիցիա չի կազմի։ Սա էլ է վտանգներ պարունակում, նկատում է թերթը։ Հրապարակը գրում է սեպտեմբերի 7-ին Մոսկվայում Ռուսաստանի հայերի միության համագումարն ու 25-ամյակի միջոցառումներ, Կրեմլի համագումարների դահլիճում Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը կարդաց Պուտինի շնորհավորական ուղերձը, ապա մեծ համերգ էր ռուսական էստրադայի եւ հայկական մանկական համույթների մասնակցությամբ։ Սա շարքային միջոցառում կլիներ, եթե դրան զուգահեռ ամբողջ Ռուսաստանի տարածքով ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները չենթարկվեին հետապնդել
հանդման ու չզրկվեին Ռուսաստանի քաղաքացիությունից։ Ռուսական իշխանությունները բաց մեսիջ են հղում Ալիևին, որ չեն պատրաստվում նրա թելադրած խաղի կանոններով խաղալ եւ որպես հակակշիռ Ռուսաստանում ապրող հայերին են սիրաշահում։ Նախկինում նման իրավիճակներում ուղիղ աջակցում էին Հայաստանի իշխանություններին, ինչը պաշտոնական Բաքվի կողմից ընկալվում էր որպես զգուշացում ու արագորեն սկսում էին վերականգնել խախտված բալանսը։ Հիմա քողարկված մեսիջներ են ուղարկվում Ադրբեջանին եւ իրավիճակն առավել քան սրվել է։ Որպես օրինակ, թերթը նշում է Կրոկուսի սեփականատեր Ալիևի նախկին խնամի Ագալարովների գույքն են պետականացնում, արդեն փակվել են Ագալարովին պատկանող 1 տասնյակ ռեստորաններ Մոսկվայում, համակերպվել են Կրոկուս City Hall-ը կորցնելու մտքի հետ ու լքել Ռուսաստանը։ Ադրբեջանական համայնքի 2 ղեկավար զրկվել է քաղաքացիությունից, բազմաթիվ էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ քրեական գործեր կան կալանավորվածներ։ Որպես դրա շարունակություն Ռուսաստանը սկսել է շեշտված կարևորել Ռուսաստանի հայերի միության դերը, գրում է թերթը։ Ժողովրդում էլ կարդում ենք սեպտեմբերի 24-ին Երևանի Մատենադարանի նոր մասնաշենքում տեղի է ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 80-ամյակի գիտաժողովը, որին ներկա է եղել ինքը Տեր-Պետրոսյանը։ Մատենադարանում բացվել է ցուցահանդես, ներկայացված են եղել Տեր-Պետրոսյանի հանդիպումների լուսանկարները, ստորագրությամբ գրքեր, փաստաթղթեր։ Առաջին նախագահը նաև լրագրողների հարցերին է պատասխանել ու ասել, որ 2008-ի մարտի 1-ին իր կողքին Նիկոլ Փաշինյանից բացի շատերը կային եւ ինքը երբևէ չի հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանը իր հոգեզավակն է։ Հրապարակն էլ գրում է ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները շարունակում են քննարկվել, ՔՊ-ում վերլուծություններ են անում։ Իրենց արդյունքները հատկապես ծանր են տարել Ալեն Սիմոնյանը, որը 11-րդներ զիջում էր Վահագն Ալեքսանյանին ու Հայկ Կոնջորյանին, որին ինքն է ժամանակին ՔՊ բերել, եւ Արսեն Թորոսյանին։ Մյուս ծանր տանողը Սասուն Միքայելյանն է, որը նախորդին չէր մասնակցել հին կազմով վարչության նիստին։ Անսպասելի չեն եղել Ալխազ Ղազարյանի ձայները։ 513 ասում են, նա բարի է, ոչ կոնֆլիկտային, գիտնական աղջիկ է, իսկ եղբայրը վարչապետի արարողակարգի պետ Դավիթ Ղազարյանն է, եւ սա եւս նշանակություն է ունեցել քրոջ առաջընթացի հարցում։